Բայց երեք տված ասուլիսի ժամանակ այդ հավաքված լրագրողներից մեկը հարց չտվեց Ռոբերտ Քոչարյանին, թե այդ ոնց ստացվեց, որ այդ ձեր ներկայացրած այս աղքատ երկրում դուք հանկարծ դարձաք դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր։ Այդ ոնց դարձավ, որ այս աղքատ երկրում նախագահ լինելով ու 400,000 դրամ աշխատավարձ ստանալով դուք հանկարծ դարձաք Տանզանիայում ոսկու հանքի տեր։ Այդ ոնց դարձավ, որ հունական կղզում առանձնատան տեր դարձաք։ Ոնց դարձավ, որ դատախազությունը հայտնաբերեց, որ 200 միլիոն դոլարի ապօրինի գույք ունեք։ Բայց այդ աղքատ երկրում այդ ոնց դարձաք այդքանի տեր։ Այդ հավաքված լրագրողներից ինչի որից է մեկը հարց չտվեց։ Դե ընտրողական լրագրողական խումբ էին էլի հրավիրել այդ ասուլիսի համար։ Հիմա հարցի մյուս կողմին անդրադառնանք։ Պապիկ տատիկների թոշակները, իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանը դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր է դարձել, ոչ թե իմ, ձեր եւ մյուսի հաշվին, այդ թվում նաեւ այդ տատիկ պապիկների հաշվին։ Եվ նրանց թոշակի։ Ու ով է խոսում վերջիններից թոշակներից։ Մարդ ում օրոք այդ տատիկ պապիկների թոշակը կազմում էր 5-ից 6,000 դրամ։ Մարդ ում օրոք այդ տատիկ պապիկները փողոցներում ցույց էին անում։ Ու գիտեք ինչի համար։ Ոչ թե որ իրանց թոշակները բարձրացնեն, այլ որ իրենց թոշակները ժամանակին պետությունը վճարի։